Իրական բարություն առանց Աստծո։ Արդյոք դա հնարավոր է։ Այսօր շատերն են ասում. ես չեմ հավատում Աստծուն, բայց ես բարի մարդ եմ։ Բայց կարող ենք արդյոք կառուցել բարություն առանց հիմքի։ Կարող է շինությունը կանգուն մնալ, եթե չունի հիմնաքար։ Եթե Աստված չկա, ապա ո՞րն է բարության չափանիշը։ Ո՞վ է որոշում ինչն է բարի, ինչը չար։ Իրենց համար կրիտիկական պահերին մարդիկ միշտ ապավինում են մի բարոյական օրենքի, որը մտածում են, թե բոլորն ընդունում են, եւ որը համընդհանուր է բոլորի համար։ Clive Staples Lewis։ Մեր սեփական փորձից իսկ գիտենք, որ երբ որևէ անարդար իրավիճակի մեջ ենք ընկնում, երբեմն ասում ենք, բայց օրենքով դա այդպես չպետք է լինի, օրենքով դա սխալ է, անարդար է, եւ այլ այսպիսի արտահայտություններ։ Սակայն ինչ օրենքի մասին ենք մենք խոսում։ Բոլորս էլ գիտենք, որ դա ամենևին էլ պետական օրենքը չէ, այլ ուրիշ բան։ Հիմա բարությունը պարզապես սուբյեկտիվ կարծիք է, թե կա մի բացարձակ չափանիշ, որ գոյություն ունի մեզանից անկախ։ Եթե Աստված չկա, ուրեմն չկա նաև այդ չափանիշը։ Բարությունը վերածվում է ճաշակի, այլ ոչ թե ճշմարտության։ Բարիք չկա առանց Աստծո, քանզի Աստված ինքն է բարության աղբյուրը։ Անհավատը կարող է անել բարության նմանվող արարքներ, բայց առանց սրբության դրանք մնայուն արժեք չեն ունենա։ Օգոստինոս Երանելի։ Որքան էլ մարդու գործը փայլուն լինի, առանց Աստծու նա ինքն է դառնում իր պաշտամունքի առարկան։ Աթանաս Ալեքսանդրիացի։ Այսպիսով, երբ մարդը հրաժարվում է իր արարչից, իր բարի գործերով որքան էլ ցանկանա չի կարող փոխարինել այն հարաբերությունը, որը հավատք ունեցող մարդն ունի Աստծո հետ։ Բարիքը բխում է Աստծուց, եւ եթե մարդը չի հավատում նրան, բայց բարիք է գործում, միևնույն է, դա նույնպես Աստծուց է գալիս։ Եթե դուք ասում եք, որ բարությունն առանց Աստծո հնարավոր է, ուրեմն դուք պարտք եք մնում Աստծուն, օգտագործելով նրա բարոյական համակարգը առանց նրա գոյությանը հավատալու։ Ռավի Զահարիաս։ Բարությունը իմաստ ունի միայն այն ժամանակ, եթե կա մի վերջնական բարության չափանիշ։ Այդ չափանիշը Աստված է։ Առանց նրա բարությունը դառնում է պատահական եւ հարաբերական։ Ուիլյամ Լեյն Քրեյգ։ Պատկերացրեք մի շինություն, կառուցված առանց հիմքի եւ ֆունդամենտի։ Այն գուցե գեղեցիկ է, բարձր, բայց երբ փոթորիկը գա, այն կփլուզվի։ Այդպես էլ բարությունն է առանց Աստծո։ Արտաքին շողոքորթություն, բայց երբ հարցը հասնում է ինքնազոհությանը, ներմանը, սիրոխորությանը, առանց հիմքի այն փլվում է։ Այսօր մենք կարող ենք լինել բարի ըստ այս աշխարհի չափանիշների, կամ փորձենք ճանաչել այն աղբյուրը, որից բարիքն իրականում հոսում է։ Աստծո շնորհով ենք փրկվել հավատի միջոցով, եւ այս փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծո պարգևն է, ոչ էլ ձեր գործերից, որպիսի ոչ ոք չպարծենա։ Բարությունը փրկություն չէ, բայց երբ մենք ընդունում ենք Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, մեր գործերը դառնում են արդյունք, ոչ թե ճանապարհ։ Ուրեմն չկառուցենք մեր շենքը առանց հիմքի։ Սկսենք հիմքից՝ Քրիստոսի գիտությունից։